Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, այս ծրագրի ընթացքում դիտեք։ Վենեսուելային ամերիկյան հարվածներից հետո Թրամփը հայտարարել է նախագահին և նրա տիկնոջը գերեվարելու մասին։ Ամերիկյան դատախազությունը նրանց նաև մեղադրանք է առաջադրել։ Գործարար Սամվել Կարապետյանն ըստ փորձագետի պետք է ցրի իշխանության հետ գործարքի գնալու կասկածները։ Ինչու գործազրկության պաշտոնական թվերը չեն նվազում, եթե իշխանությունը նոր աշխատատեղերի ստեղծման մասին է ազդարարում։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Новым министром обороны Украины я запропоновал. Ուկրաինայի նախագահը պաշտպանության նախարարի և փոխվարչապետի փոխատեղումներ է առաջարկում։ Թողարկումը սկսենք միջազգային թիվ 1 լուրից, Վենեսուելայում Միացյալ Նահանգների իրականացրած ռազմական օպերացիայից, որի արդյունքում ըստ ԱՄՆ ղեկավարի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել և ինքնաթիռով դուրս են բերվել երկրից։ Նրանց նաև մեղադրանք է առաջադրվել։ Ինչ է սպասվում Վենեսուելային։ Կեսգիշերն անց Կարակասը ցնցած մի քանի պայթյուններից որոշ ժամանակ անց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը գերեվարվել են ու ինքնաթիռով դուրս բերվել երկրից։ Սոցցանցում Թրամփը հստակեցրել է միայն, որ դա տեղի է ունեցել Վենեսուելային հասցված լայնածավալ հարվածի արդյունքում և խոստացել այսօր ավելի ուշ կայանալիք ասուլիսում մանրամասներ հայտնել։ Սպիտակ տան ղեկավարը Fox News-ին ասել է, որ այս րոպեներին Վենեսուելայի նախագահն ու նրա տիկինը տեղափոխվում են Նյու Յորք։ Ամերիկացի պաշտոնյաները դեռ շատ մանրամասներ չեն հայտնում։ Գլխավոր դատախազ Փեմ Բոնդին միայն ասել է, որ Մադուրոին և կնոջը Սելիա Ֆլորսին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի հարավային շրջանում։ Մադուրոին մասնավորապես մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգների դեմ նարկո-ահաբեկչական դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և պայթուցիկ սարքերի ապօրինի պահման համար։ Փոխպետքարտուղար Քրիստոֆեր Լանդաուն X-ում գրել է, թե սա նոր լուսաբաց է Վենեսուելայի համար։ Ամերիկյան լրատվամիջոցները տարածում են նաև հանրապետական սենատորներից մեկի գրառումը, ով զրուցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ռուբիոն ասել է, որ Մադուրոն ձերբակալված է Միացյալ Նահանգների կողմից և կանգնելու է ամերիկյան դատարանի առաջ։ Ամերիկյան հարվածներից հետո Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարվել։ Երկիրը դիմել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։ Մինչ այս պահը պաշտոնապես հաստատված տեղեկություն չկա զոհերի ու վիրավորների մասին։ Ըստ Վենեսուելայի կառավարության հարձակումները տեղի են ունեցել մայրաքաղաք Կարակասում և Միրանդա, Արագուա և Լա Գուայրա նահանգներում։ Reuters-ի տեսանյութերում Կարակասն է, որտեղ պայթյուններ են ու դրանց հաջորդող ծխի մեծ ամպեր։ Ծուխ է նկատվել նաև մայրաքաղաքի Լա Կարլոտա օդանավակայանի մոտակայքում, իսկ տարածքից պայթյունների ձայներ են լսվել։ Լուսաբացին արդեն Կարակասի դատարկ փողոցներում պարեկություն էին անում անվտանգության ուժերը։ Բնակիչների մեծամասնությունը անվտանգության նկատառումներով գերադասել է մնալ տանը։ Վերջին շաբաթներին Դոնալդ Թրամփը բազմիցս զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է գործողություններ ձեռնարկել Վենեսուելայում թմրանյութերի ապօրինի շրջանառության ցանցի դեմ։ Վաշինգտոնը Լատինական Ամերիկայում նման ուղղակի միջամտություն չէր արել 1989 թվականից ի վեր, երբ ներխուժեց Պանամա դիկտատոր ու զինվորական առաջնորդ Մանուել Նորիեգային տապալելու համար։ Բայց տարեվերջին, երբ Սպիտակ տունը հրապարակեց ազգային անվտանգության իր նոր հայեցակարգը, պարզ դարձավ, որ Վաշինգտոնը լուրջ է տրամադրված։ Թրամփի վարչակազմը հայտնեց, թե վերականգնում է 19-րդ դարի Մոնրոյի դոկտրինը, որով ամրագրվել էր Վաշինգտոնի գերիշխանությունը Լատինական Ամերիկայում։ Նախքան այսօրվա հարձակումը Միացյալ Նահանգները Կարիբյան ավազանում ավելի քան 10,000 զինվոր էր տեղակայել, ինչպես նաև ավիակիր, ռազմանավեր և կործանիչներ, թմրանյութեր տեղափոխող նավերի ու ահաբեկչության դեմ պայքարի համար, սաստկացնելով Մադուրոյի վարչակազմի դեմ ճնշումը։ Անհայտ մի վայրից տեսաուղերձ է հղել նաև երկրի ներքին գործերի նախարարը, խնդրել վստահել երկրի կառավարությանը։
Մեր զինված ուժերը հետևելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մեր գերագույն գլխավոր հրամանատարի ցուցումներին կգործադրի իր բոլոր հնարավորությունները պետության համապարփակ պաշտպանության համար։ Կարգ ու կանոնն ու խաղաղությունը վերականգնելու նպատակով ժողովրդի, բանակի եւ ոստիկանության հետ համագործակցությամբ երկրի ամբողջ տարածքում կակտիվացնենք պաշտպանական գործողությունները։ Այս պահին գործի են դրվել ցամաքային, օդային, ծովային եւ հրթիռային բոլոր ստորաբաժանումները։ Այդ երկրի պաշտոնյաներից խոսել է պաշտպանության նախարարը, պնդելով, թե չի հանձնվի եւ չի բանակցի։ Մեր ժողովրդի, պետության, ենթակառուցվածքների եւ բոլիվարյան հեղափոխությանը հանցավոր ու ահաբեկչական հարձակմամբ պատճառած վնասները գնահատելուց հետո պարզ է դառնում, որ այս հարձակումը Վենեսուելայի դեմ էր, Վենեսուելայի բոլիվարյան հանրապետության դեմ։ Մեր հրաշալի ժողովրդին խնդրում եմ պահպանել հանգստություն, վստահեք մեր ղեկավարությանը, վստահեք մեր ռազմական եւ քաղաքական առաջնորդներին այս իրավիճակում, որին մենք բախվում ենք։ Հանգստություն, ոչ ոք չպետք է ընկնի հուսահատության մեջ, ոչ ոք չպետք է հեշտացնի մեր թշնամու գործը։ Մենք ունենք կազմակերպված ժողովուրդ, որը գիտի ինչ անել։ Մենք հույս ունենք, որ աշխարհը կխոսի այս հարձակման մասին։ Թող միջազգային կազմակերպությունները հրապարակայնորեն բացահայտեն իրենց մասնակցությունը այս հարձակմանը։ Վերջի վերջո այս ամենից հետո մենք կհաղթենք։ Կեցցե հայրենիքը։ ¡Leales siempre! ¡Leales siempre! Մինչ անորոշ է մնում Վաշինգտոնի կողմից դիկտատոր ճանաչված 63-ամյա Մադուրոյի ճակատագիրը, զգուշավոր արձագանքներ կան Արևմուտքից ու Վենեսուելայի դաշնակիցներ Ռուսաստանից ու Իրանից։ Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է արել անհապաղ հստակություն մտցնել Վենեսուելայի նախագահի եւ նրա կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ։ Նման գործողությունները, եթե իրապես տեղի են ունեցել, անընդունելի ոտնձգություն են անկախ պետության ինքնիշխանության նկատմամբ, որի հարգանքը միջազգային իրավունքի առանցքային սկզբունք է, ասված է Մոսկվայի հայտարարության մեջ։ Վենեսուելան Լատինական Ամերիկայում Մոսկվայի ամենակարևոր գործընկերն է։ Վենեսուելան պետք է երաշխավորի իր ճակատագիրը որոշելու իրավունքը առանց որևէ ապակառուցողական, ռազմական, արտաքին միջամտության, ասվում է ռուսական կողմի հայտարարության մեջ։ Վենեսուելայի մյուս առանցքային դաշնակից Իրանը դատապարտելով Միացյալ Նահանգների ռազմական հարձակումը հայտարարել է, որ դրանով խախտվում է Վենեսուելայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Արևմտյան առաջնորդները հայտարարում են, որ ուշադիր հետևում են իրավիճակին։ Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը շեշտել է, որ Բրյուսելը բազմիցս է ասել. Մադուրոն լեգիտիմության պակաս ունի։ Նա միաժամանակ զսպվածության եւ ստեղծված իրավիճակի նկատմամբ միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել։ Իրանում մի քանի օր է չեն մարում գնաճի եւ դրամի արժեզրկման դեմ հակակառավարական ցույցերը։ Մասնագետները նշում են, որ ճգնաժամի խորացմանը նաեւ պատժամիջոցներն են նպաստում։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահն ասել է, թե ցուցարարների վրա կրակ բացելու դեպքում Միացյալ Նահանգները կարող է գալ նրանց օգնության։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին այսօր իր ելույթում խոստացել է, որ Իսլամական Հանրապետությունը չի զիջի Միացյալ Նահանգներին եւ որ ապստամբներին պետք է իրենց տեղը ցույց տալ։ Իշխանությունը կխոսի ցուցարարների հետ, բայց ապստամբների հետ խոսելը անօգուտ է, ասել է Խամենեին։ Ամերիկան ոչինչ չի կարող անել։ Մենք Թրամփից չենք վախենում, սա նրանց հետ որևէ կապ չունի։ Սա ներքին հարց է, մենք չենք միջամտում նրանց խնդիրներին։ Նա ցանկանում է աշխարհի մյուս ծայրից մեզ պայմաններ թելադրել։ Երբ խոսքը վերաբերում է մեր երկրին, մենք պարզապես կարգախոսներ չենք կրկնի։ Մենք կպաշտպանվենք։ Մեր գործն է գոհ ենք կառավարությունից, թե ոչ։ Դա մեր գործն է, ոչ թե Թրամփինը կամ մեկ ուրիշինը։ نمیدونم چرا ما میخوایم مسئله اقتصادی رو ربطش بدیم به اسرائیل Չեմ հասկանում, ինչու ենք ուզում տնտեսական հարցը կապել Իսրայելի հետ։ Առավոտյան արթնանում ես ու ամեն ինչ թանկացել է։ Կաթնամթերքը թանկ է, դոլարը թանկ է։ Սա ինչ կապ ունի Իսրայելի հետ։ Եթե ուզում ենք դա կապել Իսրայելի հետ, ապա միայն այն պատճառով, որ գների բարձրացման պատճառ դարձած անձը նույն կողմում է, ինչ Իսրայելը։
Իսկ Ուկրաինայում շարունակվում են նոր նշանակումներ փոխատեղումները։ Նախագահ Զելենսկին առաջարկել է վարչապետի առաջին տեղակալ Միխայել Ֆյոդորովին նշանակել պաշտպանության նոր նախարար։ Նրա նշանակումը պետք է հաստատի խորհրդարանը։ Հաստատվելու դեպքում նա այս պաշտոնում կփոխարինի Դենիս Շմիգալին ներողություն, իսկ նրան նախագահն առաջարկել է փոխվարչապետի եւ էներգետիկայի նախարարի պաշտոնը։ Ավելի վաղ Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար էր նշանակել գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլո Բուդանովին, իսկ այդ պաշտոնում Օլեգ Իվաշչենկոին։ Երևան վերադառնանք, տեսնենք, թե չոր վիճակագրությամբ արդյոք ապացուցվում են գործազրկության նվազեցման մասին իշխանության հայտարարությունները։ Հայաստանի գործազուրկների գրեթե կեսը, շուրջ 90,000 մարդ ավելի քան 1 տարի շարունակ գործ է փնտրելու ու այդպես էլ չի գտել։ Վիճակագրական կոմիտեի 2024-ն ամփոփող ծավալուն տարեկան զեկույցն ու նորանոր ռեկորդների մասին վարչապետ Փաշինյանի ելույթները լիովին տարբեր իրավիճակներ են նկարագրում։ Մինչ Փաշինյանը նոր աշխատատեղերի մասին է խոսում, պաշտոնական վիճակագրությունը փաստում է գործազրկության չնվազող մակարդակի, տղամարդկանց ու կանանց եկամուտների անհավասարությունների եւ մի շարք այլ չլուծվող խնդիրների մասին։ Այս տարի հոկտեմբերին մենք կրկին ունեցել ենք բացարձակ գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի ռեկորդ։ 2025 թվականի հոկտեմբերին 810,074 գրանցված աշխատատեղ ունենք երկրում։ 2024-ի ամփոփված տվյալներով գործազրկության մակարդակը 13.3%-ի է հասել։ Սա ոչ միայն հեռու է այն նվազեցնելու կառավարության խոստումներից, այլև հետխորհրդային երկրների շարքում վատագույն ցուցանիշներից է։ Պաշտոնապես գործազուրկ են համարվում այն մարդիկ, որոնք ուզում են աշխատել, գործ են փնտրում, սակայն չեն գտնում։ Ըստ ծավալուն զեկույցի գործազուրկների քանակով ամենաբացասական վիճակագրությունը Տավուշն ունի։ Մարզի բնակիչների ավելի քան 28%-ը 2024-ին գործ չի ունեցել։ Տավուշցի կանանց շրջանում թիվը շատ ավելի բարձր է՝ 34.3%։ Հայաստանի երիտասարդների միջև 29 տարեկանների շրջանում գործազրկության մակարդակը նույնպես երկնիշ է՝ 21.5%։ 44-օրյա պատերազմին հաջորդած 2021-ից հետո ամենաբացասական թվերն են արձանագրվել։ Դժվարությամբ են գործ գտնում անգամ բարձրագույն ու հետբուհական կրթություն ստացած երիտասարդները։ Դիպլոմ ունեցողների 16.4%-ը 2024-ին աշխատանք է փնտրել ու չի գտել։ Եթե աշխատանքը արդյունք չի տալիս, այսինքն կարճ ասած, եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք է անել։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Չնայած Նիկոլ Փաշինյանի այս պնդմանը բարձրագույն ու հետբուհական կրթություն ստացածների 11.1%-ը կամ ավելի քան 51,000 մարդ գործ չի ունեցել։ Իսկ որ ոլորտների մասնագետներն են գործ փնտրել, սակայն չեն գտել։ Մեկ տարի առաջ հենց այս շրջանում աշխատանք է փնտրել բուհական դիպլոմ ունեցող 4138 մարդ։ Նրանց 22%-ը հումանիտար կրթություն է ստացել, եւս 22%-ը տնտեսագիտություն է սովորել, 17%-ը մանկավարժի դիպլոմ է ունեցել։ Հայաստանի գործատուներն ամենաշատը սպասարկման ոլորտի աշխատակիցներ են փնտրել։ Նրանց պահանջարկն ավելի բարձր է, քան բարձր որակավորում ունեցող մասնագետներինը։ Անցած տարեվերջին ամենաշատը վաճառողների ու բանվորների կարիք են ունեցել։ Աշխատաշուկայից դուրս են մնում նաև հաշմանդամություն ունեցող անձանց մեծ մասը։ Անցած տարի նրանց միայն 21%-ը, մոտ 40,000-ն է գործ ունեցել։ Շուրջ 145,000 հաշմանդամություն ունեցող մարդ չի աշխատել։ Ծավալուն զեկույցը նաև վկայում է, որ երիտասարդներն իրենց ստացած կրթությունը չեն կարևորում։ Ըստ վիճակագրական կոմիտեի 25-ից 29 տարեկան երիտասարդների 31.5%-ը կրթությունն օգտակար չի համարել։ Ըստ ծավալուն զեկույցի 2024-ին աշխատողների մաքուր աշխատավարձը հարկերը հանած միջինը 167,000 դրամ է կազմել։ Տղամարդկանց ու կանանց եկամուտների տարբերությունը շարունակում է զգալի մնալ։ Կանայք միջինը 55,000 դրամ ավելի քիչ եկամուտ են ստանում։ Ամենացածր աշխատավարձերը Տավուշում ու Շիրակում են գրանցվել։ Մինչև 29 տարեկան երիտասարդների շրջանում տարբերությունն ավելի փոքր է՝ 37,000 դրամ։ Իդեպ այս զեկույցը փաստում է, որ Հայաստանում նաև 85-նանց աշխատող մարդիկ կան, որոնք 2024-ին օրը միջինը 5 ժամ աշխատել են։ Ինչքան մոտենում են աշխատանքային, այսինքն տնից դուրս գալու օրերը, մարդիկ ավելի հաճախակի են ստուգում, ինչ եղանակ կլինի։
Արաձյունը առաջիկա մի քանի օրերին չի հալչի, ցրտից բողոքողներին տեղեկացնեմ 4 օր էլ պետք է դիմանան։ Ցուրտ է, ոչ ցուրտ չի։ Սառնամանիքա մինուս 18 աստիճանը ոնց կարաս տաքացնես այդքան պետքա միլիոնատեր լինես, որ գիշեր ցերեկ վառես։ Հայտը շատ թանկ է։ 5 օր 5 կոշիկ ինչ գտնում ենք, վառում ենք։ Ոյ, это кошмара։ Փեջերը Չի տաքանում։ աշխատում եմ քիչ միացնեմ, որ քիչ վճարեմ։ Ցուրտն ավելի ցուրտ է թվում, երբ տունը լիարժեք տաքացնելու հնարավորություն չկա։ Չէ, չի տաքանում, բայց ստիպված ինչ անենք, ոչ ենք կլինի տանից փախնենք։ Տնից փախչողն էլ հայտնվում է սառած մայթերի վրա։ Թողում անընդհատ, իրան վատ ազգում չի քայլում, շատ baby face F1 մինիմալ տիպու։ Երկարաշունչ անունով այս շունիկն այն հաջողակներից է, որ տաքանալու շանս ունի առանց գազ հոսանք վառելու, տիրուհու ծոցում։ Շորից արանքսես փակում եմ կուրտկես, իրան տակն եմ դնում, քայլում եմ իրա հետ։ Հույս չկա, թե առաջկա օրերին արևը բնական ճանապարհով կմաքրի մայթերը, կտաքացնի տները։ Ջերմաստիճանն այս գիշեր նորից կնվազի։ Առաջիկա գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել եւս 3-ից 4 աստիճանով եւ մինչեւ հունվարի 7-ը կմնա անփոփոխ։ Տաքոթային հոսանքի սպասեք հունվարի 8-ից, ասում է հիդրոթերապևտաբանության ու մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Իսկ հիմա ու վերջին օրերին բոլորովին էլ աննախադեպ ցուրտ չէր, շեշտում է մասնագետը, վերլուծելով եղանակային տվյալները, ոչ թե մարդկանց զգացողությունները։ Վերջին անգամ շատ ցուրտ ձմեռ ունեցել ենք 17 թվականին, որից հետո պրակտիկորեն մենք ցուրտ ձմեռներ չենք ունեցել եւ խնդրում եմ սա չորակեք ցուրտ ձմեռ, եթե ողջ ձմռան ընթացքում 3-4 օր որոշակի ցածր ջերմաստիճաններ է լինում, դա չի նշանակում, որ դա ցուրտ ձմեռ է։ Անցած գիշեր Աշոցքում -37 է գրանցվել, աննախադեպ չէ, ոչ, ասում է Սուրենյանը, Աշոցքը -41 է տեսել, Երևանում մինչև -19-ը նույնպես արտառոց չէ, քաղաքում պատմական նվազագույնը -31 է եղել։ Իդեպ այս օրերին Երևանի բարձրադիր գոտիներում մասիվ քանաքեռ Ավանում ավելի տաք է, քան ներքևում, Շենգավիթում օրինակ։ Պատճառն ըստ մասնագետի այն է, որ Արարատյան դաշտում սառը օդի լճացում կա։ Սուրենյանը վստահ է, տոնական ցիկլոնն ու նրան հաջորդած բացասական ջերմաստիճանները որևէ վնաս չեն հասցնի գյուղատնտեսությանը։ Ոչ մի նշանակություն էլ չեն ունենա, որովհետև հանրապետության ողջ տարածքում առկա ձնածածկույթ եւ գյուղատնտեսության վրա ոչ մի ձևով դրանք չեն կարող ազդել բացասական առումով, ճիշտ հակառակը ձնածածկույթը դրականորեն ազդում գյուղատնտեսության վրա, որովհետև աշնանացանը գտնվում է հաստ ձնածածկույթի տակ։ Ձյանշերտն Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում 1.5 է հասել։ Տեղումները դադարել են, բայց հանրապետության ճանապարհները մնում են վտանգավոր, մերկասառույց է։ Օրվա առաջին կեսին ճանապարհային դեպարտամենտը հաղորդել էր, որ կան փակ ճանապարհներ՝ Բերդ-Ճամբարակ, Գանձաքար-Իձաքար եւ Լանջար-Լուսաշող հատվածները։ Սարավան-Զանգերը դժվար անցանելի էր։ Երեկոյի դրությամբ, սակայն, իրավիճակը բարելավվել է։ Միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են, որոշ հատվածներ փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տարածքային կառավարման նախարարն այսօր սոցցանցի իր էջում շնորհակալություն էր հայտնել ճանապարհներ մաքրողներին, 24 ժամ ու երբեմն մինչև -30-ի պայմաններում են աշխատել։ Խոշոր ավտովթարներից, սակայն, խուսափել չի ստացվել։ Միայն այսօր 2 վթար է եղել Վայոց ձորի ու Արագածոտնի մարզերում։ Այս վթարների հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել։ Շամշյան-Քոմը հայտնում է, որ 2 դեպքում էլ մերկասառույցն է վթարի պատճառներից մեկը եղել։ Ճանապարհն սպասարկող ընկերությունները ձյանշերտը հեռացնելուց հետո աղ ու ավազով այն չեն մշակել։ Ինչպես Սամվել Կարապետյանի կալանավորումը, այնպես էլ նրա խափանման միջոցի փոփոխությունը շարունակում է բուռն քննարկման առիթ լինել։ Ամանորի նախօրեին դատարանի որոշումը իսկապես անակնկալ էր։ Միլիարդատեր գործարարի փաստաբանական թիմը ամիսներով ջանքեր էր գործադրում, չէր ստացվում, ու դրա տակ քաղաքական պատվեր էին տեսնում։ Փորձագիտական շրջանակից կարծիք է հնչում, թե հիմա Կարապետյանը պետք է ցրի իշխանության հետ գործարքի գնալու կասկածները։ Ինչու նոր տարվա նախաշեմին անսպասելիորեն ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց ավելի քան կես տարի բանտարկված մեր ձևով շարժման առաջնորդ միլիարդատեր Սամվել Կարապետյանը։ Նախկին ՔՊ-ական դատավոր Սարգիս Պետրոսյանը միլիարդատիրոջ համար տնային կալանք սահմանեց, ինչպես նաև 4 միլիարդ դրամի, այսինքն ավելի քան 10 միլիոն դոլարի գրավ։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ, ինչպես Սամվել Կարապետյանի կալանավորումն էր քաղաքական, այնպես էլ նրա խափանման միջոցի փոփոխությունը։ Բադալյանի խոսքով այս որոշումը կարող է ունենալ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրդապատճառներ։ Уважаемый Николай Иванович, хотел бы еще раз вас поприветствовать. Վերլուծաբանը չի բացառում, որ Ռուսաստանաբնակ միլիարդատեր գործարարի խափանման միջոցի փոփոխության հարցը քննարկված լինի անցած տարվա վերջին Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում։ Իհարկե որևէ պատճառ չենք կարող բացառել, թե ինչու եւ ինչպես Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց տարեմուտի հենց շեմին եւ այդ թվում բնականաբար այն, որ թեման կարող է քննարկված լինել Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան կատարած այցի ընթացքում։ Նկատի ունեք Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում չեք բացառում, որ քննարկված լինի նաեւ Սամվել Կարապետյանի ազատ արձակման հարցը։ Հավանաբար, այսինքն ես չեմ կարող ասել, որ հաստատապես քննարկվել է եւ Ռուսաստանն է ակնկալել, որպեսզի լինի այդ որոշումը, բայց կգտնեմ որևէ քաղաքական ասպեկտ բացառելի չէ իհարկե, բայց մի բան է անկասկած, որ ինչպես կալանավորումն է եղել քաղաքական որոշում, այդպես էլ չէ կարող քաղաքական որոշում չլինել նրա կալանքից ազատելը, տվյալ պարագայում իհարկե ընդհանրապես խափանման միջոցի փոփոխությունը։ Եթե Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությունը քաղաքական էր, ինչպես նշում է վերլուծաբանը, ապա ինչ է շահում քաղաքական իշխանությունը նրան ազատ արձակելով։ Եթե քաղաքականություն մտած միլիարդատեր գործարարը վտանգ է ներկայացնում իշխանության համար, ապա արդյոք նրան տանը պահելով այդ վտանգը կվերանա։ Բադալյանն ասում է, որ հազիվ թե այդ վտանգը չեզոքանար նրան բանտում պահելով։ Հակառակը բանտում գտնվելը կարող է ավելի բոնուսային լինել ցանկացած քաղաքական գործչի, այդ թվում Սամվել Կարապետյանի համար։ Հետևաբար քաղաքական որոշումը կայացվել է ոչ այնքան վտանգի աստիճանից ելնելով, այլ քաղաքական ամենատարբեր հաշվարկների արդյունքում։ Իդեպ քաղաքական մեկնաբանի կարծիքով Սամվել Կարապետյանը նաև ինքը հանրությանը պետք է պարզաբանի իր խափանման միջոցը փոխելու որոշման պատճառները եւ փարատի գոյություն ունեցող կասկածները, որ սա իշխանության հետ որոշակի գործարքի հետևանք չէ։ Նույն տրամաբանության մեջ իհարկե տարբեր հասարակական շրջանակներ նաև այստեղ ինչ որ պայմանավորվածությունների հնարավորություն են տեսնում, թե ինչու օրինակ ոչ մի այսպես նշանային քաղաքաբանտարկյալի քաղաքական առումով հետապնդվող նշանային գործչի մասով ոչ մի փոփոխություն չեղավ խափանման միջոցի, իսկ օրինակ Սամվել Կարապետյանի մասով եղավ։ Այդ տեսանկյունից այսպիսի փոփոխությունը նույնիսկ ինչ որ իմաստով մարտահրավեր է Կարապետյանին հասարակությանը բացատրել, որ սա որևէ կերպ գործարք չէ քաղաքական իշխանության հետ եւ չի կարող որևէ կերպ գործարք լինել քաղաքական իշխանության հետ, այսինքն այս բացատրման խնդիրը Կարապետյանը ունի եւ այդ խնդիրը պետք է կարողանա լուծել մեր ձևով շարժման միջոցով։ Ի տարբերություն Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի Բագրատ եւ Արշակ սրբազանները 2026-ը դիմավորեցին ԱԱԾ խցում, Միքայել Սրբազանը հիվանդասենյակում։ Արշակ Սրբազանին հենց երեկ ԱԱԾ-ում տեսակցած փաստաբան Ռուբեն Մելիքյանը պատմեց, որ սրբազանները լավ են։ Բնականաբար խցում նոր տարին նշելու հնարավորությունները սահմանափակ են։ Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը նաև Սուրբ Ծննդյան պահքն է, այնպես որ արքեպիսկոպոսները այս շրջանում նաև պահքի մեջ են։ Երեկ եմ այցելել Արշակ Սրբազանին, տրամադրությունները լավ են, նա հարցուփորձեր ինձ անում թե ինչպես է անցել նոր տարին Մայրաթոռում, շատ ուրախացավ, որ իմացավ, որ շատ մարդաշատ է եղել, չնայած Արարատյանը։ Իշխանության սուր քննադատության թիրախում հայտնված Արշակ Սրբազանը, որ մեկ ամիս առաջ կալանավորվեց եւ մեղադրվում է դեռևս 2018-ին մի քաղաքացու պայուսակում թմրամիջոց դնելու համար, Բագրատ Սրբազանի հետ գտնվում է ԱԱԾ միևնույն խցում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը Արշակ Սրբազանի խափանման միջոցի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի հունվարի 5-ին։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը, որ այսօր է պատրաստվում տեսակցել Բագրատ arczepiskopոսին, նշում է, որ ապօրինաբար կալանքի տակ պահվող Սրբազանի խափանման միջոցի վերաբերյալ իրենց բոլոր 3 բողոքներն էլ մերժվել են։ Բագրատ Սրբազանը ահաբեկչության մեղադրանքով շուրջ 7 ամիս կալանավորված է։ Մինչ պաշտպանները պայքարում են սրբազանների ազատության համար, Մայրաթոռի arczepiskoposները Կիրակնորյա պատարակների մասնակցելու իրենց իրավունքը իրացնում են հենց ԱԱԾ-ում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը պատմեց, որ խցում շարժական վեմքար է տեղադրվում եւ հոգեվորական հրավիրվում։ Իմ տեղեկությամբ յուրաքանչյուր Կիրակի այդտեղ հնարավորություն է տրված պատարակ կազմակերպել, հոգեվորական է այցելում եւ շարժական սեղանով վեմքար է կոչվում։ Շարժական սեղանով մատուցվում է պատարակ։ Հենց խցում, հենց իրենց խցում։ Իմ տեղեկությամբ հենց խցում։
Մինչ Իզմիրլյան բժշկական կենտրոն տեղափոխվել է Արշակ եւ Բագրատ սրբազանների հետ, միևնույն խցում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։ Ողջույն ողոր քրիստոնյա է։ Իշխանությունը զավթելու կոչի համար Առաջինատյանի դատարանի կողմից 2 տարվա ազատազրկման դատապարտված Աջապահյանը նախորդ տարվա վերջին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ էլ վիրահատության ենթարկվեց։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանն այսօր ազատությանը փոխանցեց, որ սրբազանը դեռ հիվանդանոցում է, նա շարունակում է հետվիրահատական բուժումները։ Պաշտպանի խոսքով սրբազանին այժմ խնամում է եղբոր տղան։ Այնքան բավարար չի, որ հետ տանենք հրակատարողական հիմնարկ, հիմա պիտի շարունակեմ բուժումները։ Միքայել Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, պահանջելով արդարացնել սրբազանին եւ անհապաղ ազատ արձակել։ Դատական նիստը նշանակված է հունվարի 13-ին։ Թողարկման համար այս թեմաներն էինք առանձնացրել, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս azatutun.am կայքում, նաև սոցիալական ցանցերի մեր էջերում, հետևեք օրվա անցուդարձին, հաջողություն։